Հենց այստեղից է գալիս ամբողջ թյուրըմբռնումը, որ մեզ երբեմն եկեղեցուն մեղադրում են ասելով, որ Սուրբ Գիրքի վրա երբեմն չեք հիմնվում, տարատեսակ ավանդույթներ եք փորձում ժողովրդի մեջ տարածել, պետք է չմոռանանք, որ հենց Սուրբ Գիրքը ծնվել է սրբազան ավանդության մեջ։ Ով է մարդուն փոխանցել Սուրբ Գիրքը։ Եկեղեցին։ Սուրբ Գիրքը ոչ թե պատմության դասագիրք է, Սուրբ Գիրքը ոչ թե մշակույթի դասագիրք է, Սուրբ Գիրքը ոչ թե պատերազմների ժամանակագրություն է, Սուրբ Գիրքը գրված է մարդու համար, որպեսզի մարդը գնա դեպի Աստված։ Ինչպես մարդը ընկավ եւ թե ինչպես մարդը պիտի բարձրանա։ Ոչ ոք թող ոչ ոք բառավելացնի, ոչ պակասացնի կանոնի թե, չէ։ Այո, եկեղեցին լավ օրից չէ, որ չի կարողացել այն մակարդակին հասցնել ընկալման իմաստով, այն մակարդակին հասցնել, որ ամբողջ եկեղեցու դավանանքը, նիստուկացը մարսված լինի ժողովրդի կողմից։ Այդ ավանդությունը այսպես պինդ պահել է։ Գիտեք, եկեղեցու հայ առաքելական Սուրբ եկեղեցու հարատևության գրավականը հենց այդ պահպանողականությունն է, որ այդ աղանդավորականները, ոչ առաքելական եկեղեցապատկանները շարունակում են իրենց գործունեությունը եւ այդ հոգեվորսություն կոչված աղետալի process-ը չի դադարել։ Ինչ է եկեղեցին։ Ես հավատացնում եմ, երբ որ մարդը հասկանա, իմանա, թե ինչ է եկեղեցին, իր նիստուկացով, ամեն ինչով, ինքը եկեղեցուց այն կողմ չի գնա։ Միգուցե այդտեղ կա նաև մեր մեղավորությունը, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Մենք սրանից երբևիցե չենք խորշել, չենք վախեցել արտահայտել, հիմա էլ ասում ենք, եւ պատահական չէ, որ Հռիփսիմյան սկույսերը, օրինակ, երբ որ մենք կարդում ենք, Հռոմից փախան Հայաստան։ Ինչու փախան Հայաստան, որտեղ այստեղ էր քրիստոնեության օրրանը։ Այո։ Եվ այստեղ նահատակվեցին։ Մեր Էջմիածնում նստող կաթողիկոսը, այսօր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոս կոչվում են ամենայն հայոց կաթողիկոս։ Իսկ Արամ առաջին Անտիլիասի կաթողիկոս։ Ուրեմն այստեղ էլ կա շատ նուրբ հանգամանք։ Սրբերի, չէ, աշխարհիկ սրբերի շարքում չի։ Ինքը Սուրբ Երրորդության շարքում չի։ Ինքը համարվում է բարեխոս, բայց իր կարգավիճակը, իր դիրքը այս ամենի մեջ ինչպիսին է։ Շատ քաղցր եւ միևնույն ժամանակ շատ խորը այս հարցի վերաբերյալ էլ կարելի է։ Մենք չեմ անում 6 տարի այս հարցի վերաբերյալ սովորում ենք։ Արդյոք ավելի մեր հասարակությունը որակյալ չէ դառնա, որ մեր հոգեվորականները ժառանգ թողեն։ Իմ հարցն էս էր։ Հարգելի հետևորդներ, ողջույն, 24 նուզի եթերում Կոմպասուս Մորալիս հաղորդաշարն է։ Մեր այսօրվա հյուրը Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն Քահանա Առաքելյանն է։ Շնորհակալ եմ Տեր Փարեն մեզ այցելելու համար։ Ես եմ շնորհակալ, Քրիստոս հայրյավի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոս։ Մեզ մեծ ավետիս։ Այս ընթացքում մենք այսպես ենք բարևում քրիստոնյաներս միմյանց։ Նախ որ ընթացքը այսպես ձևավորվեց, կխնդրեի այս մասը մի փոքր պարզաբանենք, Սուրբ Զատկից հետո կարծեք թե կրկնազատիկ ունենք, հա, մեր առաքելական եկեղեցում, կրկնազատկով մեծ պահքն ավարտվում է արդյոք, թե մինչև կրկնազատիկն է համարվում մեծ պահքի ոսկե շղթաների կիրակիների ավարտման փուլը։ Մեծ պահքը իրականում ավարտվում է մինչև ավագ շաբաթվա սկսելը, մինչև ծաղկազարդ։ Ծաղկազարդից սկսվում է ավագ շաբաթը, որ ամեն օրը ունեն իրենց նշանակությունները, ամեն օրն ունի իր նշանակությունը։ Ամեն կիրակի, ամեն օր, ավագ երկուշաբթին, երեքշաբթին, ավագ հինգշաբթին, ամեն օր ունի իր նշանակությունը, որով քրիստոնյաները ապրում են, որպեսզի հասնեն Սուրբ Հարությանը։ Իսկ ամբողջ այդ 49 օրյա շրջանը պահքի ավարտվում է ավագ շաբաթ օրը ճրագալույցի պատարագին, երբ որ հենց բառն էլ ասում է ճրագալույց, ճրագները լուծանելու, ճրագները վառելու շաբաթն է եւ տրվում է Սուրբ Հարության ավետիսը եւ պահքը ավարտվում է։ Ի տարբերություն մեծ պահքի, որ ամեն օրը պահոց օրեր են,
թե սնունդը, թե մարդու միտքը, թե հոգին ամբողջովին այս պահեցողության ընթացքի մեջ են, այս ընթացքը արդեն զատկից հետո կոչվում է հինանց շրջան, 50 օրյա այս շրջանը մինչև հոգեգալուստ, մինչև սա մեծ պահքից հետո, զատկից հետո, եւ ինչպես որ մեծ պահքի ամեն կիրակիներն ունեին իրենց անվանումները եւ խորհուրդները, այնպես էլ այս ընթացքի ամեն կիրակիները ունեն իրենց անվանումները եւ խորհուրդները։ Հաջորդում է նոր կիրակին կամ կրկնազատիկը, դրանից հետո կանաչ կիրակին է, կարմիր կիրակին եւ այլն, Երևման Սուրբ Խաչ, երկրորդ Ծաղկազարդ մինչեւ Համբարձում։ Եվ այս օրերին ուտելիքի առումով նույնիսկ պահք չկա։ Եթե սովորական ընթացքի ժամանակ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը պահքի օրեր են, որովհետեւ չորեքշաբթի մատնության օրն է, ուրբաթ օրը խաչելության օրը, թաղման օրը, այս ընթացքում դա էլ չկա, որովհետեւ Հիսուս Քրիստոս Սուրբ Հարությունից հետո 40 օրեր իր առաքյալների հետ էր, հիմա էլ 40 օրեր շարունակ մեզ քրիստոնյաներիս հետ է։ Դրա համար մենք ամեն օր այդ բարի լուրը տալիս ենք։ Հիմա հասկանալի է։ Շատ շնորհակալ եմ։ Տեր Փարեն, ինչ որ դուք ներկայացրեցիք, այս ամենը Սուրբ Կտակարանի, Աստվածաշնչի գրվածքներ են։ Մենք սա որտեղից գիտենք։ Մենք գիտենք Աստվածաշնչից, հին եւ նոր կտակարաններից եւ արդյոք այս ամենը նաեւ Սուրբ հայրերի գրություններից է մեզ հայտնի, որ այս հարցին պատասխանեք, իմ հարցի հաջորդ շարունակությունը ձեզ տամ։ Այս ամենը ձեզ հայտնի է բոլորիս որտեղից։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ բոլոր ավանդական եկեղեցիները իհարկե առաջին հերթին հիմնվում են Սուրբ գրքի վրա, մեծավ մասամբ, բայց մենք ասում ենք, որ մեզ համար շատ կարևոր է նաև սրբազան ավանդությունը։ Տեսեք, մենք եկեղեցական տոներ ունենք, որոնք Աստվածաշնչի մեջ չկան։ Օրինակ, Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, կամ կիրակիների քիչ առաջ որ թվարկեցի, կիրակիների անվանումները, որոնք Եվս Աստվածաշնչի մեջ չկա գրված կանաչ կիրակի, չկա գրված կարմիր կիրակի, բայց հիմքը կա Աստվածաշնչի մեջ։ Տեսեք, հենց Սուրբ Գիրքը իր ամբողջությամբ հենց այստեղից է գալիս ամբողջ թյուրըմբռնումը, որ մեզ երբեմն եկեղեցուն մեղադրում են ասելով, որ Սուրբ Գիրքի վրա երբեմն չեք հիմնվում, տարատեսակ ավանդույթներ եք փորձում ժողովրդի մեջ տարածել։ Պետք է չմոռանանք, որ հենց Սուրբ Գիրքը ծնվել է սրբազան ավանդության մեջ։ Ով է մարդուն փոխանցել Սուրբ Գիրքը։ Եկեղեցին։ Սուրբ Գրքի կանոնը, որ այսօր կա ամբողջ աշխարհում, որ ընթերցում են, նույնիսկ այլ կրոնական կազմակերպությունները, բողոքական աշխարհը, այս կանոնը մարդուն տվել է եկեղեցին։ Տիեզերական ժողովների ժամանակ ոչ միայն քննարկվել են դավանաբանական հարցեր, այլ նաև քննարկվել է եւ շատ կարեւոր է եղել Սուրբ Գրքի կանոնը։ Ինչ է կանոնը։ Որ գիրքը պիտի զետեղված լինի Սուրբ Գրքի մեջ, որ գիրքը զետեղված չպիտի լինի Սուրբ Գրքի մեջ։ Ներողություն ստեղ, հազար ներողություն, Քաղկեդոնի Նիկեայի ժողովներն, այսինքն սրանք եւս քննարկվել են։ Մեզ համար տիեզերական ժողովներ են համարվում 3 Նիկեայի տիեզերական ժողովը, Կոստանդնուպոլսի տիեզերական ժողովը եւ Եփեսոսի տիեզերական ժողովները։ Այս 3 ժողովներից դուրս հայ առաքելական եկեղեցին ուրիշ ժողով տիեզերական ժողով չի համարում։ Քաղկեդոնի ժողովը մեզ համար տիեզերական ժողով չէ եւ սրա նկատմամբ եկեղեցին իր դիրքորոշումը վերաբերմունք արտահայտել։ Ուրեմն ասելիքս հետեւյալն է. բոլոր կարևորագույն ժողովների մեջ, իշարս այլ կարևոր հարցերի, առաջին հերթին դավանաբանական հարցերի, վարչական հարցերի, նախաթորության հարցերի եւ այլն, ընդգրկված է եղել Սուրբ Գրքի կանոնը։ Եվ այն կանոնը, որ մենք այսօր ունենք, որից մենք ընթերցում ենք, որի վրա հիմնվում ենք, ծնվել է եկեղեցում, ծնվել է սրբազան ավանդույթի մեջ։ Այսինքն հայ առաքելական Սուրբ եկեղեցին իր վարդապետությունը, նիստուկացը, ծեսը, տոները եւ այլն ոչ միայն հիմնված է Սուրբ Գրքի վրա, այլ նաեւ սրբազան ավանդության վրա։ Եվ մենք այդ չգրված ավանդույթը չենք կարող մերժել։ Տեսեք, օրինակ Աստվածաշնչի մեջ Հովհաննես Ավետարանիչը ասում է, եթե մենք գրեինք ամեն բան, որ մեզ Տերն է փոխանցել,
ես չեմ ցիտում, միտքն եմ ասում, Այո, չէր բավականացնի, տեղը չէր բավականացնի։ Այսօրվա լեզվով ասած, թուղթն ու գրիչը չէր բավականացնի։ Ի վերջո, Սուրբ գրքի մեջ զետեղված է Քրիստոսի կյանքը նկարագրող այն հատվածները, որոնք կարևոր են մարդու փրկության համար։ Այսինքն խտացրած էություններն են ավետարանիչները ներկայացրել, հանձնել ժողովրդին, փոխանցել։ Այսինքն շատ բաներ, չասենք, ինձ թույլ չտամ վերախմբագրել բառը օգտագործել, ինչը առաջնային են համարել, հա, ինչը կարևոր են համարել, ինչպես դուք նշեցիք հոգու փրկության եւ մյուս հարցերի համար, դրանք են ներառել։ Եղել են նաեւ այլ բաներ, որոնք ինչ ողջամիտ հանգամանքներով պայմանավորված չեն ներառվել։ Տեսեք, օրինակ Հիսուս Քրիստոսի մանկության վերաբերյալ մի քանի դրվագներ կան։ Մի քանի դրվագներ, ասենք, երբ որ փախուստ Եգիպտոսից թթվածն է ներկայացում, երբ որ տաճարում Հիսուս Քրիստոս հարցեր է տալիս հավաքված դեպիներ մանուկ Քրիստոս, այսպես ասած, մեզ թույլ տանք ասել, դեռահաս տարիքում եղած մի քանի հատվածներ, այսինքն այն հատվածներն են դրված Աստվածաշնչի մեջ, որոնք կարևոր են, օգտակար են մարդու հոգու փրկության համար, որովհետև մշտապես ասել ենք, Սուրբ Գիրքը ոչ թե պատմության դասագիրք է, Սուրբ Գիրքը ոչ թե մշակույթի դասագիրք է, Սուրբ Գիրքը ոչ թե պատերազմների ժամանակագրություն է, Սուրբ Գիրքը գրված է մարդու համար, որպեսզի մարդը գնա դեպի Աստված։ Թե ինչպես մարդը ընկավ եւ թե ինչպես մարդը պիտի բարձրանա։ Եթե այս տեսանկյունից ենք նայում, եւ հենց այս պատճառով էլ առաջին դարերում պարականոն, այսպես կոչված, ավետարաններն են ծնվել։ Պարականոն ավետարանները, այսինքն վերցրել են, նկարագրել են Քրիստոսի մանկության ինչ-որ դրվագներ, որ չկա Աստվածաշնչի մեջ, հրաշապատումներ են գրել եւ այլն, բայց դրանք այն չի, որ պետք է մարդու հոգու փրկության համար։ Իրենց կարծիքով մտածել են, բաց թողնված է, ուրեմն լրացնենք, բայց եթե պետք լիներ, ավետարանիչները կգրեին։ Եթե չեմ սխալվում, ավետարանում էլ կա այդ տողերը, չէ՞։ Ոչ ոք թող ոչ բառավելացնի, ոչ պակասացնի կանիծվի թե, չէ՞։ Այո, Սենց էությունը այդպեսին է։ Այդ բանը կա։ Այո, պատահական չի նման նախադասությունների գտնվելը։ Շատ կարևոր բան ասացիք, Տեր Փարեն։ Ես կուզենայի ձեր նշածը շարունակել այս տեսանկյունից։ Տիեզերական ժողովներում նշված դրույթները, պայմանները մեր առաքելական եկեղեցու համար օգտագործվում են մինչ օրս, չէ՞։ Նրանք կիրառելի են մինչ օրս։ Սա դավանաբանության այդ դոգմատիզմի էությունն է, չէ՞։ Մեղը կարծեք թե դրանք են։ Հիմա ես ինձ թույլ տամ այսպես վերաձևակերպեմ, էլի։ Արդյոք հազարամյակից ավել առաջ փոխպայմանավորվածությունները այսօր կենթանի մտածողությամբ վերանայման կարիք չունեն։ Որովհետև ես ձեզ անկեղծ 1-2 օրինակ բերեմ, ես ունեմ ընկերներ, ովքեր մեր եկեղեցու, այսպես ասեմ, այս պահպանողականության մակարդակից իրանք կաշկանդվում են։ Այսինքն, արդյոք հնարավոր չի լինելու, որ մի փոքր ազատականություն բառը չմցնեմ, բայց օրինակ ոնց աստվածաբանությունը շնչում է եւ աստվածաբանությունը զարգանում է։ Ես միգուցե վատ է, բայց ավելի շատ ծանոթ եմ ռուսական եւ հունական մեր եկեղեցիների, քույր եկեղեցիների աստվածաբանական նոր ձեռքբերումներին։ Միգուցե ես ծանոթ չեմ, միգուցե մեր մոտ դեռևս զարգացման փուլում է գտնվում աստվածաբանական միտքը, զարգացման միտումները, որպեսզի էությունները պահպանելով վերանայվի էս ամենը։ Սրա կարիքը կա արդյոք, թե դրանք ինչպես որ կան, այդ պահպանողական ամբողջությամբ պիտի դոգմատիզմով շարունակվեն կիրառվել ու գործել։ Ես մի քանի կետեր կուզեմ ընդգծել ձեր բարձրացրած հարցի վերաբերյալ։ Առաջինը, մենք պիտի նայենք մեր պատմությանը։ Տեսեք, մենք ասում ենք ռուս ուղղափառ եկեղեցու, այո, ռուս ուղղափառ եկեղեցին բազում թե գրականություն, թե քարոզչական միջոցներ եւ այլն, այո, դա գովելի է։ Բայց եկեք համեմատենք հայ եկեղեցու անցած ուղին
այլ եկեղեցիների անցած ուղու հետ։ Նույնիսկ հասարակ հայոց պատմության դասագրքի մեջ որ թերթում ես, ամեն 100-ամյակը մեկ, լավագույն դեպքում հալածանքներ, ամեն 100-ամյակը մեկ, չգիտեմ, նահատակություններ եւ այլն։ Նույնիսկ երկար դարեր շարունակ հայ առաքելական Սուրբ եկեղեցին ստիպված է եղել ստանձնել պետության դերը։ Չէ՞ որ Բագրատունիաց թագավորության, այնուհետև Կիլիկյան թագավորության 14-րդ դարից մինչև 20-րդ դար մենք չենք ունեցել պետություն։ Որ կառույցը, այսպես ասած, որ ինստիտուտը պիտի հանձն առներ հայ մարդու կենցաղը, ապրելը եւ ի վերջո հավատքը, իհարկե եկեղեցին։ Ուրեմն եկեղեցին լավ օրից չէ, որ չի կարողացել այն մակարդակին հասցնել ընկալման իմաստով, այն մակարդակին հասցնել, որ ամբողջ եկեղեցու դավանանքը, նիստուկացը մարսված լինի ժողովրդի կողմից։ Սա առաջին հերթին։ Բայց մյուս միտքս ես որ ձևակերպեմ, միգուցե թվա թե հակասում է իմ ասած առաջին մտքին, ես այդքան էլ համաձայն չեմ, որ մեր ժողովուրդը մեր եկեղեցին չի ճանաչում։ Մշտապես մենք ասում ենք, Աստվածաշնչի մեջ գեղեցիկ խոսք կա Հովանու Ավետարանի առաջին, եւ բանն մարմին եղև, եւ խոսքը մարմին դարձավ։ Քրիստոնեությունը, եկեղեցին, մեր ժողովուրդը երբեմն չգիտի էլ։ Այնքան է իր կենցաղ մտել, որ ինքը չգիտի էլ, որ եկեղեցով է ապրում։ Հասարակ Զատկի տոնը։ Եկեք մտնենք ամեն մի հայի տուն եւ նայենք նրանց զատկական սեղանին։ Ամբողջը զատկական, ամբողջ աստվածաշնչյան, այսպես ասած։ Ուրեմն մեր ժողովուրդը գիտեք մի այսպիսի բան կա։ Ինքը չգիտի, որ ինքը գիտի։ Հիմա մենք ուզում ենք ասենք, որ սիրելի հայ քրիստոնյա, դու պիտի իմանաս, որ դու գիտես, որովհետև հայ մարդը այսքան տարի ապրելուց հետո գալիս ենք այն եզրակացության, որ գործի մարդ է, ոչ թե խոսքի մարդ է։ Միգուցե վերջին տարիներին են անընդհատ շատ խոսում, բայց հայ մարդը եւ հայ եկեղեցին ոչ թե խոսքի եկեղեցի է, այլ գործի եկեղեցի է։ Դրա համար իր բոլոր ծեսերը, խորհուրդները գործ է դարձրել, նյութ է դարձրել։ Եվ մարդիկ հաց ուտելուց առաջ իրենք չկա մի մայր, որ չխաչակնքվի։ Այսինքն, ասելիքս հետեւյալն է, պարտադիր չէ, որ խոսեն եւ ելի խոսեն, որ հասկանան քրիստոնյա են։ Իրենք գործում են։ Սա երկրորդ շատ կարևոր, ինձ համար շատ կարևոր շեշտադրում է։ Եվ երրորդ բանը կուզեմ ասել, այդ ավանդությունը, այսպես պինդ պահելը։ Գիտեք, եկեղեցու հայ առաքելական Սուրբ եկեղեցու հարատևության գրավականը հենց այդ պահպանողականությունն է։ Մենք շատ հաճախ մեր չկարողանալու պատճառը եկեղեցու վրա ենք բարդում։ Միգուցե մի քիչ կոպիտ է հնչում։ Չէ, հասկանալի է լրիվ։ Եկեք գնանք պատարակներին եւ պարզ տատիկներին, միգուցե նաեւ անգրագետ, այսինքն գիր ու գրականություն, եւ իրենք անգիր երգում են, քահանայից էլ լավ, ամբողջ Սուրբ պատարակը եւ ոչ թե միայն առանց հասկանալու, այլ ամբողջովին ուղն ու ծուծով հասկանում են եւ ասում են։ Այսինքն ասել, որ հայ եկեղեցին դժվար է, ես չեմ համաձայնի, որովհետեւ Փառք Աստծո մենք ունենք երեխաներ եւ երիտասարդներ այսօր, որ պատարակամատույցները ձեռքներին ամբողջը գիտեն։ Մեր տղաները խորանների վրա, աղջիկները երգչախմբի մեջ գիտեն։ Եվ հաջորդ բանը, որ կուզեմ ես անպայման շեշտել, հիմա մեր բոլոր եկեղեցիներում այդ աշխատանքը զարթոնք է ապրում եւ ինչպես քիչ առաջ ասացի, այդ կիրակնորյա դպրոցներով, երիտասարդներով այդ գեղեցիկ քաղցր քարոզչությունը տարվում է Աստծո հետ եկեղեցու հետ կապելու եւ իրենք էլ գիտեն մեր զավակները, որ միակ տեղը, որտեղ կարելի է լիարժեք 100%-անոց երջանիկ ապրել, եկեղեցին է։ Ես էլ եմ համաձայն լրիվ։
Բայց ձեր ներկայացրածին իմ համաձայնվածին զուգահեռ Տեր-Փարեն ունենք մի այլ իրականություն, վերջին շրջանում կարծեք թե քիչ է խոսվում, բայց այդուհանդերձ որ մարզային մեր գյուղական բնակչության հետ կապ ենք պահում, կարծեք թե ես դրանից չեմ խուսափի, դա իմ դիրքորոշումն է, որ այդ աղանդավորականները ոչ առաքելական եկեղեցապատկանները շարունակում են իրենց գործունեությունը եւ այդ հոգեվորսություն կոչված աղետալի process-ը չի դադարել։ Միշտ է եղել, համաձայն եմ, բայց չի դադարել։ Շարքային հավատավոր մարդը, այդ թվում ես, ամենավերջին իմ մեղքերով հանդերձ, ինչ պիտի անենք, որ դրանց թվականակը, դրանց գործունեության շրջանակը նվազի, սահմանափակվի եւ ի վերջո մեր եկեղեցու շրջանակը գործունեության ավելի մեծանա։ Այն որ եկեղեցականներն իրականացնում են, ես դա տեսնում եմ, ես դա զգում եմ, ես դրա համար փառք եմ տալիս Տիրոջը, բայց ոչ եկեղեցական քաղաքացին, հավատավորը, ինչ է կարծում, կա ինչ որ քայլերի շրջանակ, որ ինքը պիտի ներգրավվի դրանցում։ Նայեք, ցավալի հարց եք բարձրացնում, ցավոք սրտի պիտի համաձայնեմ, որովհետև մեր գրեթե բոլոր բնակավայրերում կան այդ կրոնական կազմակերպությունները, որոնց ինձ համար ամենացավալին այն է, որ նույն հասարակությունը բաժանվում է մի քանի մասերի։ Բաժանումը կապ չունի ինչ հանգամանքով, ինչ հիմքով, ամենամեծ վտանգներից, ամենամեծ վնասներից է հայ ժողովրդի համար։ Այո։ Բաժանիր որ տիրես, հայտնի խոսքը կա։ Եվ մենք եթե գործ ունենայինք ամբողջ հարգանքս այլ ազգիներին, եթե մենք գործ ունենայինք այլ ազգիների հետ, մենք այդքան չէինք ցավի, որովհետև այո, այլ ազգ են, այլ կրոն ունեն, մեր Հայաստանի Հանրապետությունում կան, չէ՞, տարբեր ազգային փոքրամասնություններ, ամբողջ հարգանքի իրենց կրոնին, այդպես էլ պիտի լինի, ինչպես նաև մենք, որ օտար երկրներում ապրում ենք, մեր կրոնն ենք պաշտում։ Բայց սա ուրիշ բան է։ Երբեմն կան ընտանիքներ, որտեղ կա այդ բաժանումը։ Այսինքն սա շատ ցավալի բան է։ Իսկ ինչ պիտի անի հասարակ, այսպես հասարակ ասելով չեմ ասում, ոչ կարևոր, շատ կարևոր են մեր հավատացյալները։ Գիտեք, հակադարձ համեմատական է սա։ Ինչքան որ հայ առաքելական եկեղեցու հաճախողները ավելանան, այնքան այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչները կպակասեն։ Մենք տարատեսակ թե միջոցառումներով, թե նաև սիրով քարոզելով, ավետարանը մի խոսք ունի, ասում է դուք եք երկրի աղը։ Այո, հոգևորականն է, չէ՞։ Ոչ միայն հոգևորականներին։ Մենք ի տարբերություն այլ կրոնական կազմակերպությունների մեր եկեղեցում հիմնականում քարոզում են հոգևորականները։ Բայց արի ու տես, որ իրենց մոտ շատերն են քարոզում։ Ոչ հոգևորականները։ Կարծում եմ, որ նաև մեր հայ առաքելական եկեղեցու հետևորդները իրենք էլ պիտի ցույց տան, թե ինչ է եկեղեցին։ Ես հավատացնում եմ, երբ որ մարդը հասկանա, իմանա, թե ինչ է եկեղեցին, իր նիստուկացով, ամեն ինչով, ինքը եկեղեցուց այն կողմ չի գնա։ Միգուցե այդտեղ կա նաև մեր մեղավորությունը, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Մենք սրանից երբևիցե չենք խորշել, չենք վախեցել արտահայտել, հիմա էլ ասում ենք։ Եվ դրա համար մշտապես, երբ որ մենք շփվում ենք մեր հավատացյալների հետ, ասում ենք. ինքս մեր հոտերի մեջ կան թե երեխաներ, թե երիտասարդներ, թե նաև մեծահասակներ։ Բազմիցս հիմա ես որ այս միտքը արտահայտեմ, շատերը կփաստեն իրենց որ ասել եմ։ Ասեմ միգուցե ես ինչ որ բան սխալ եմ անում։ Հայրաբար, իմ ծնողի տարիքին ես, խնդրում եմ, դու հավատավոր մարդ ես, պատարագի ես գալիս։ Ինձ սուրճի սեղանի շուրջ միասին հաց ենք ուտում։ Ասա Տեր հայր, լավ կլինի այսպես անենք։ Այսինքն բացենք մենք այդ առաջարկներին նաև, որովհետև մենք անմեղ եւ ամենակատարյալը չենք, ամենագիտունը չենք։ Մեր հավատացյալների մեջ մարդիկ կան, որ ավելի լավ աստվածաբանություն գիտեն, ավելի շատ են կարդացել եւ շատ լավ է դա։ Մենք դրա համար խնդրում ենք, ասում ենք մոտեցեք, բայց սիրով։ Այո։
ոչ թե չարամտորեն, ոչ թե չարամտորեն, ուրախանալով որ այ Տեր հայրը բաց թողում ունեցավ, այ եկեղեցին այստեղ սայթակեց, այ եկեղեցին այսպես պիտի, դա լավ տեղ չի տանելու։ Ուրեմն կենդանի շնչող օրգանիզմ է ընդհանրապես եկեղեցին եւ բաց է առաջարկների առջև։ Երկու անցած կիրակի մենք նոր կիրակին մենք վեհապար հայրապետի մոտ հանդիպման էինք եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու գրեթե բոլոր թեմերի երիտասարդաց միությունները վեհապարի մոտ էին, շուրջ 700 երիտասարդներ եւ այստեղ անպայման ուզում եմ ես բարձրաձայնել վեհապար հայրապետը ինքը ինձ համար շատ կարեւոր է դա եւ միշտ եմ ես ասել սրա մասին հնարավորություն տվեց երիտասարդներին իրենց հարցերը բարձրացնել եւ այդ բոլոր հարցերին մանրակրկիտ պատասխանում էր եւ բոլոր առաջարկներին ինքը վստահ եմ եւ ասած էլ որ հետամուտ պիտի լինի այսինքն տեսեք ինչի համար եմ ասում վեհապար հայրապետ եթե եկեղեցու գլուխը բաց է մենք որքան բաց ենք այսինքն սա էլ մի միֆ է որ իբրև թե դոգմատիկ է եկեղեցին միայն շրջանառվող միֆ է ասեմ մենք խոսում ենք ոչ թե ենթադրություններով մենք խոսում ենք փաստերով եւ մեր ապրած մեր հնարավորության չափով ապրած կյանքն ենք մարդկանց փոխանցում ուրեմն կպակասի այլ կրոնական կազմակերպություն հաճախողների թիվ այն դեպքում երբ որ մարդիկ իմանան ինչ է եկեղեցին եւ սրա մեջ մենք բոլորս պիտի լծվենք թե հավատացյալ թե հոգեվորական կուզենայի քննարկենք մեկ այլ հարցի մասին Տեր Փարեն որը հոգեվոր հարցերով զբաղվող շրջանակների համար տարակարծիք չասեմ, բայց քննարկման առիթ է հանդիսանում։ Կուզենայի ձեր դիրքորոշումը, ձեր դիտարկումը այս մասին լսել։ Մեր առաքելական եկեղեցին, ինչպես այսօր շատ-շատերը այլ առիթներով օգտագործում են ինքնիշխանություն բառը շատ տեղերում, մեր առաքելական եկեղեցին իր առաքելահաստատ քահանայապետի գլխավորությամբ արդյոք մյուս եկեղեցիներից որևէ կախվածության կամ որևէ ենթարկվածության խոսքը ոչ թե այլ հարցերի մասին է, խոսքը դավանաբանական եւ վարդապետական հարցերի մասին է։ Այսպիսի մի խոսք կա, որ դպրոցահասակ երեխաներից սկսած կա, որ մարդու գլխի մեջ մտած է մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք։ Եվ սա ինչպես պիտի դրսևորվի։ Կա հակոտնյա կարծիք, որ բոլորը պիտի, այսպես ասենք, եկեղեցիները մեզնից բխած լինեին, հա, մենք ենք առաջինը որպես այդպիսին պետական կրոն ընդունել։ Եվ մեզնից հետո եղել են շատ-շատերը, բայց այդուհանդերձ մեր եկեղեցու դիրքը, նշանակությունը եւ դիրքավորումը մերօրյա ապրած ժամանակահատվածում մյուս եկեղեցիների, քույր եկեղեցիների, ոչ քույր եկեղեցիների կողքին ինչպիսին է։ Մեր վեհապարը մենք ունենք մի քանի կաթողիկոսանիստ, ճիշտ եմ, տարածքն այսպես ասեմ, հա, Անտիլիասի ունենք, Կոստանդնուպոլսի ունենք նաև այլ կաթողիկոսանիստ տարածքներ, որտեղ որ նրանց վեհապարների, այսպես ասենք, գլուխներին եւս համարում են կաթողիկոսներ։ Ճիշտ եմ, Արաման, օրինակ Արամ առաջինը ունի կաթողիկոսի կարգավիճակ, ճիշտ եմ։ Եվ մեր վեհապար հայրապետը եւս ունի կաթողիկոսի կարգավիճակ։ Հավատավոր մարդու համար մի փոքր անհասկանալի է։ Ես էլ եմ բազմաթիվ անգամ բախվել այդ հարցերին։ Արդյոք, օրինակ, Արամ առաջինը եւ մեր վեհապար հայրապետ Գարեգին երկրորդը ենթարկվածության, մեկը մյուսից կախվածության որևէ հոգեվոր կարգավիճակ ունի թե ոչ։ Մի փոքր երկար հնչեց, ներողություն եմ խնդրում, բայց որ պարզ կարողանամ ներկայացնել։ Ինքը այսպես մեծածավալ հարց է, նախ ընդհանուր քրիստոնյա աշխարհից փորձեմ կարճ ներկայացնել։ Մենք պիտի եկեղեցիների մասին խոսելիս նախ խոսենք, թե ինչպես են հիմնվել եկեղեցիները։ Եկեղեցիները հիմնվել են հենց Հիսուս Քրիստոսի կողմից, երբ որ համբարձման տոնին Քրիստոս ասաց պատվեր տվեց առաքյալներին գնացեք, քարոզեցեք եւ մկրտեք բոլորին հանուն Հոր եւ Որդու եւ Հոգուի սրբով։ Եվ տարբեր երկրներ Հիսուս Քրիստոսի առաքյալները գնացին եւ հիմնեցին եկեղեցիներ։ Մեր հայոց աշխարհում եկեղեցին հիմնեցին Թադեոս եւ Բարդողոմեոս առաքյալները։ Ուրեմն առաքելահաստատ եկեղեցի եւ անվանումն էլ դա է մեզ սովորեցնում հայ առաքելական
Սուրբ եկեղեցի եւ դրա համար հայ եկեղեցին նաեւ կոչվել է պատմության մեջ Թադեի վիճակ։ Թադեոս Արաքել, այո։ Ուրեմն դրա համար եկեղեցիների մեջ, ընդհանուր աշխարհի եկեղեցիների մեջ չկա ենթակայությունը չկա այդպիսի բան։ Օրինակ Հռոմի Պապը ավելի բարձր չէ, քան ամենայն հայոց կաթողիկոսը, որովհետև իրենց մոտ եկեղեցին հիմնել են Պողոս եւ Պետրոս առաքյալները, մեր մոտ հիմնել են Թադեոս Բարդողոմեոս առաքյալները։ Եվ 4-ն էլ Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից եւ մնացած քուր եկեղեցիների մասով էլ նույնն է։ Այսինքն բոլոր եկեղեցիները Հիսուս Քրիստոսն է հիմնել, ավանդական եկեղեցիները նույն դարաշրջանում։ Այլ է հարցը, որ մեր եկեղեցին քրիստոնեությունը մեր երկիրը առաջինն է որպես պետական կրոն ընդունել։ Մենք անցնում ենք երբեմն այս նախադասությունը, բայց խորամուխ չենք լինում։ Պետական կրոն 301 թվականին, տեսեք, առաջին դարից մինչև 3-րդ դար արդեն 300 տարի քրիստոնեությունը Հայաստանում էր։ Այո։ Եվ պատահական չէ, որ Ռիփսիմյանց կույսերը, օրինակ, երբ որ մենք կարդում ենք, Հռոմից փախան Հայաստան։ Այո, հալածանքների։ Ինչու փախան Հայաստան, որտեղ այստեղ էր քրիստոնեության օրրանը։ Այո։ Եվ այստեղ նահատակվեցին, բայց 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունվեց Հայաստանում։ Եվ դրա համար հետագայում սրբացվեցին Տրթատ, երրորդ մեծ արքան, բնականաբար Գրիգոր Լուսավորիչը եւ այլն։ Սա ընդհանուր եկեղեցիների մասով։ Ինչ վերաբերում է հայ առաքելական եկեղեցու ներսի կառուցվածքին, կա նվիրապետական կարգ, նվիրապետությունը մեր եկեղեցու հիմքերից, կարևորագույն հիմքերից է։ Տեսեք, Անտիլիաս եւ Էջմիածին։ Գիտեք, կաթողիկոսական աթոռը պատմության հոլովույթներում տարբեր տեղեր դեգերել է։ Նորից պատմության այդ ոչ լավ, ոչ բարի իրավիճակից ելնելով տարբեր իշխանական թագավորական տներ ենք մենք ունեցել եւ կաթողիկոսությունը անի, Հռոմկլա, Սիս եւ այլն դեգերել է եւ ի վերջո 1441 թվականին կաթողիկոսական աթոռը վերադարձավ Էջմիածին, որտեղ հենց Էջմիածնում էր կաթողիկոսական աթոռը հիմնվել։ Ինչու՞։ Սիսից, այո, Սիս քաղաքից տեղափոխվեց։ Ինչու՞, որովհետև սա հոգևոր հիմք ունի եւ հոգևոր ճշմարտությունն է այդ հիմքը։ Հիսուս Քրիստոս ինքը ցույց տվեց իջման Սուրբ Սեղանի տեղ, հիմա որ ամեն մեկս ունենք հնարավորություն համբուրելու այդ տեղը, խաչն ու ավետարանը։ Ուրեմն երբ որ 15-րդ դարում 1441 թվականին միջարից համբարձման տոնին եւ դրա համար էլ համբարձման տոնը մեր եկեղեցու համար այսպես ոչ միայն համբարձում ենք նշում, այլ Էջմիածնի վերադարձը, այլ կաթողիկոսական ներողություն խնդրեմ, ձեր միտքը չկտրեմ, Տեր Փարան ջան։ Մինչ այդ մայրաթոռում հոգևոր ծառայություն չէր մատուցվում։ Մինչ այդ Սիսում եղած ժամանակահատվածում։ Մինչ այդ կաթողիկոսական աթոռը կաթողիկոսները երկար տարիներ շարունակ Սիսում էին։ Սիսում էին կաթողիկոսները։ Մեր կաթողիկոսների 132 կաթողիկոսների ցանկը որ նայեք, կա մի մեծ հատված, որ կաթողիկոսները Սիսում են նստել։ Երբ որ տեղափոխվում է 1441 թվականին Էջմիածին կաթողիկոսական աթոռը, այստեղ պատմությունը երկար է, բայց ինձ թույլ կտամ ասել, այստեղ մի փոքր բառը կարող է սխալ ասեմ, ըմբոստություն է լինում պատմության մեջ, որ այնտեղ էլ կաթողիկոսը չի տեղափոխվում Էջմիածին։ Եվ այսպես ավանդական, այո, այսպես Կիրակոս կաթողիկոսն է լինում 1441 թվականին, Կիրակոս Վիրապետցի կաթողիկոսը, բայց այնտեղ էլ շարունակում են պահել աթոռը։ Եվ այսպես նորից երկվություն, պատմության դեգերումներ եւ գալիս արդեն հանգրվանում է Անտիլիասում։ Այսօր Անտիլիասում Արամ առաջին կաթողիկոսն է եւ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը Էջմիածնում եւ այստեղ էլ չկա նախաթորություն, գերակայություն, բայց այնուամենայնիվ մեր Էջմիածնում նստող կաթողիկոսը
այսօր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոս կոչվում են ամենայն հայոց կաթողիկոս։ Իսկ Արամ առաջին Անտիլիասի կաթողիկոս։ Ուրեմն այստեղ էլ կա շատ նուրբ հանգամանք, ինչը պատահական չի, ինչը պատահական չի։ Մնացած աթոռները կոչվում են պատրիարքություններ, օրինակ Կոստանդնուպոլսի պատրիարքություն, որը ենթարկվում է Էջմիածնին, Երուսաղեմի հայոց պատրիարքություն, որը ենթարկվում է Էջմիածնին, այսինքն ամենայն հայոց կաթողիկոսի հովանու գերակայության տակ են այս բոլոր պատրիարքությունները եւ աթոռները։ Դրանից ցած, եթե այսպես ասենք, կան թեմեր աշխարհի տարբեր երկրներում եւ Հայաստանում, որտեղ նորից թեմերը ենթարկվում են թեմի առաջնորդները, այդ դրա համար ես ասացի, կա նվիրապետական կարգ, նվիրապետական կարգը հարգում են եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու այսօրվա կանոնադրության մեջ դա շեշտված է։ Այդ է պատճառը, որ որևէ հոգևորական, երբ որ չի ենթարկվում, որևէ հոգևորական, երբ որ ըմբոստանում է, խնդիր է առաջացնում թե իր հոտի եւ թե ինքը փորձում է այդ գեղեցիկ ու սրբացված շղթան նվիրապետական այդ բուրգը ինքը կտրել եւ խախտել։ Նույնը վերաբերում է եւ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, Էջմիածնին ենթակայության կարգ գործում։ Իհարկե Երուսաղեմի պարագային, Կոստանդնուպոլսի պարագային կան տեղային սովորություններ, ծիսական ինչ-որ առանձնահատկություններ, բայց վարչական իմաստով, ի հոգևորս եւ այդ ամենակարևոր նվիրապետական իմաստով իմ նշած կերպով է։ Բայց ամբողջ աշխարհի վերաբերյալ, երբ որ խոսենք սուրբերից մեկը, եկեղեցու մտածողներից մեկը մի գեղեցիկ բանաձև է տվել մեզ, ասում է միություն կարևորների մեջ, ազատություն երկրորդականների մեջ եւ սեր ամեն ինչում։ Քանից բոլորը միությունն է։ Միաբանությունը առաջին։ Այո, միություն կարևոր բաների մեջ, օրինակ Սուրբ Երրորդությունը անվնասելի քննարկելու ենթակա չէ, դոգմա է։ Մենք բոլորս հավատում ենք Սուրբ Երրորդությանը, փրկությանը, մարդու հոգու փրկությանը եւ այլն։ Կա պատրիոլոգիա, ճիշտ է, հայրաբանություն կա, հայրերի խոսք կա, որով կազմակերպվում է նաեւ եկեղեցու կյանքը, նրանց հորդորներով, նրանց կոչերով, որոնք երբեք չեն հակասում աստվածաշնչյան սուրբ գրային դրույթներին, այսպես ասենք։ Սուրբ Երրորդության մեջ Մարիամ Աստվածածինը չի մտնում։ Չի մտնում։ Չէ, դու կարող եք հիմնավորել։ Մարիամ Աստվածածինը համարվում է բոլոր ժամանակների կարծեք թե բարեխոս։ Ճիշտ եմ։ Եվ հավիտյան նա կույսի կարգավիճակ ունի։ Ճիշտ է, մեր վարդապետությունից եթե ավել բան եմ ասում, ներողություն խնդրում եմ ձեր կարծիքը, որպեսզի մեր հավատավոր քույրեր եղբայրներն էլ այս հարցերի շուրջ ունենան իրենց պատասխաններն ու իրենց ընկալումները։ Մարիամ Աստվածածինը Սուրբ Հոգով հղացավ, ապրեց եւ մինչեւ վերջ մնաց։ Եթե չեմ սխալվում, ննջեց 60-րդ ամյակին իր։ Այստեղ հասկացման տեսանկյունից, մարդու հոգևոր պատկերացումների տեսանկյունից Մարիամ Աստվածածինը ինչ կարգավիճակ ունի Սուրբ Երրորդության արկայության պարագայում։ Տեսեք, այսպիսի մի գաղափար կա, եթե չեմ սխալվում, Սուրբ Գրիգոր Տաթևացիները իր սուրբ գրային աշխատություններում գրում, երեքը համագոյակից են։ Սուրբ Հայր, Սուրբ Որդի եւ Սուրբ Հոգի։ Մարիամ Աստվածածինը ինչպիսի կարգավիճակ ունի այս երեքի համաբնութակից լինելու, չէ, նրանց բնության հարցնել էր, համաբնութակից լինելու պարագային։ Կարողացա հարցածեվա։ Ինքը սրբերի, չէ, աշխարհիկ սրբերի շարքում չի։ Ինքը Սուրբ Երրորդության շարքում չի։ Ինքը համարվում է բարեխոս, բայց իր կարգավիճակը, իր դիրքը այս ամենի մեջ ինչպիսին է։ Շատ քաղցր եւ միևնույն ժամանակ շատ խորը այս հարցի վերաբերյալ էլ կարելի է մենք չեմ անում 6 տարի այս հարցի վերաբերյալ սովորում ենք։ Ուրեմն Սուրբ Երրորդությունը մեր պաշտամունքի օբյեկտ է։ Եթե այսպես ձևակերպեմ։ Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի Աստված։ Եվ Սուրբ Ներսես շնորհալիներ
իր շարականի մեջ ասում է 3 անձինք եւ մի բնություն, մի աստվածություն։ Սուրբ երրորդության գաղափարը հայրերը ուղակի բացել ու բացատրել են ժողովրդին, բայց Սուրբ երրորդությունը եղել է աշխարհի ստեղծման հենց սկզբից։ Հենց Ծննդոց գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք աշխարհի արարման մասին, եթե բնագրից կարդանք, այնտեղ գրված է եւ Աստվածները ստեղծեց երկինքն ու երկիրը։ Դա, այո, իհարկե թարգմանված է հայերենու եւ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, բայց եբրայերենում գրված է եւ Աստվածները ստեղծեց, սա քերականական սխալ չէ բնավ։ Սա մեկ, երկրորդ, երբ որ մարդուն էր ստեղծում Աստված, ինչ է գրված Սուրբ գրքի մեջ։ Եկեք մարդ ստեղծենք մեր նմանությամբ ու կերպարանքով։ Այսինքն Սուրբ երրորդությունը մշտապես եղել է եւ մենք պաշտում ենք Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի Աստված։ Եվ դա նաեւ Հիսուս Քրիստոսի մկրտության պահին է երևում։ Երբ որ Քրիստոս մկրտվում էր Հորդանան գետի մեջ, Հայր Աստված երկնքից ձայն տվեց եւ Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ նրա վրա։ Գիտեք, այսպեսի մի բան կա, մեր քրիստոնեական մտածողները ասում են, եթե գիտության զենքը միտքն է, դու մտքով ես կարողանում գիտությանը խորամուխ լինել, ապա աստվածաբանության զենքը հավատքն է։ Որովհետև շատ բաներ մենք մարդկայնորեն կարող է չհասկանանք եւ օրինակներով կարող ենք բացատրել։ Օրինակ Սուրբ երրորդությունը Աթանաս Ալեքսանդրացին մեզ բացատրել է համեմատելով արևի հետ։ Ասում եմ մենք նայում ենք արևին, ինքը մեկ է, չէ՞, բայց արևը ունի եւ ջերմություն եւ լույս։ Այո։ Ինչպես նաեւ կրակը մեկն է, չէ՞։ Կրակ, ջերմություն եւ լույս։ Այո։ Եվ այլն, այսպես օրինակներով փորձում են մեզ տալ, մոտավորապես մենք հասկանանք, որտեղ մարդկային միտքը այդքան ուժեղ չէ, որ հասկանա ամբողջովին 100% Սուրբ երրորդությունը։ Ուրեմն մենք հավատում ենք Սուրբ երրորդությանը։ Ինչ վերաբերում է Սուրբ Մարիամ Աստվածածնին Տիրամորը, ամբողջ քրիստոնյա աշխարհը կարծեք թե աստվածացրել է Սուրբ Մարիամ Աստվածածնին։ Հենց Հայաստան աշխարհում եկեք պտտվենք ամբողջ Հայաստանով եկեղեցիների մեծամասնությունը, գերակշռող մեծամասնությունը կոչվում է Մարիամ Աստվածածնի անունով։ Բոլոր եկեղեցիների մայր խորանները կապ չունի եկեղեցին ինչ անուն ունի՝ Սուրբ Գևորգ, Սուրբ Վարդան, Սուրբ Հովհաննես եւ այլն, բոլոր եկեղեցիների մայր խորանները Սուրբ Մարիամ Աստվածածնի անունով են։ Սուրբ Մարիամ Աստվածածինը մեզ համար ամենամեծ բարեխոսն է։ Բազում հայրեր, բազում աղոթքներ են գրել ուղղված Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությանը։ Մենք չենք պաշտում Սուրբ Մարիամ Աստվածածնին, այլ խնդրում ենք իր բարեխոսությունը։ Օրինակ պաշտում ենք Սուրբ երրորդությանը։ Այո, Մարիամ Աստվածածնին։ Ոչ, մենք խնդրում ենք իր բարեխոսությունը։ Եվ Սուրբ Գրիգոր Նարեկացին հրաշք իր այդ աղոթամատյանի մեջ կոնկրետ գլուխներ կան, որ ուղղված են հենց Սուրբ Մարիամ Աստվածածնին։ Եվ մեր բոլոր հայրերի մեջ էլ այս պահին ես Սուրբ Գրիգոր Նարեկացու այդ եթե չեմ սխալվում 18-րդ, հիմա կշփոթեմ, բայց Գրիգոր Նարեկացին Մարիամ Աստվածածնին ուղղված հրաշք աղոթք ունի։ Եվ նաև պատարագի մեջ, որ պատարագը մեզ համար սրբություն, սրբոց է, մենք թե ծածուկ աղոթքների ժամանակ, թե հենց պատարագը սկսելու ժամանակ դիմում ենք Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությանը։ Ուրեմն Սուրբ Մարիամ Աստվածածին, եթե այսպես մեր մտածելակերպի միջով փորձենք թույլ տալ մեզ անցկացնել, այստեղ մի բարձր տեղ կանգնած է եւ պատահական չէ, որ Սուրբ Մարիամ Աստվածածինը իր մարմինը չմնաց այստեղ։ Մենք ունենք վերափոխման տոնը։ Այո։ Եվ հենց վերափոխման տոնը Մարիամ Աստվածածնի մարմնով երկինք համբարձվելու տոնն է, որ իր որդին Հիսուս Քրիստոս չթողեց, որպեսզի Մարիամ Աստվածածնի մարմինը մնա գերեզմանի մեջ։ Այ վերափոխման տոնը հենց այդ տոնն է։ Եվ սա էլ հայ առաքելական եկեղեցու կողմից Մարիամ Աստվածածնին
բարձրացնելու ամենամեծ ապացույցն ու առհավատչյանը եւ ավանդույթ կա այդ խոսում ենք մենք սրբազան ավանդության մասին, ավանդույթ կա եւ դա մեր եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է։ Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը 4-րդ տաղավար տոնն է մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Վերջին շրջանում ինչ խոսացիք տեղյակ չէի, չգիտեի։ Լուսավորման շրջան է, անչափ շնորհակալ եմ։ Դե ու այսպես ամեն բան, ես վստահ եմ, ինչքան էլ մարդ հավատքով լեցուն լինի, այն մանրուքները իր համար նոր լույս է բացում։ Այդպիսի գլուխ ունի անգամ Դավիթ անհաղթը։ Ես կուզենայի նաև մի հարցի անդրադառնանք Տեր Փարեն, որը այս մեր վերջին ժամանակաշրջանում, վերջին տարիներին էլի ալեկոծությունների, այդպես տարակարծի, տարաձայնությունների առիթ է հանդիսացել։ Ես անձամբ որպես առաքելական եկեղեցու զորքի մի մեղքերով թաղված անհատ երբեք թույլ չեմ տվել անգամ ինչ որ բաներ լսելուց կամ անգամ ինչ որ հարցերին այտենց կասկածանքի առիթ ունենալու պարագայում ինչ որ հարցերի շրջանակ կա թույլ չեմ տվել մտնել, որովհետև համարել եմ ինչպես հոգևոր տիրույթով ներկայացնեմ անարժան այդ հարցերի մեջ խորամուխ լինելու մարդ։ Հայ առաքելական եկեղեցին ունի նաև կուսակրոնության գաղափարը եւ այդ մոտեցումը, որ կիրառելի է մինչեւ օրս եղած շատ վաղանջագույն շրջանից։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս Աստվածաշնչում պատգամում է հետեւյալ բառերը. թողեք ձեր ընտանիքները, եկեք իմ հետևից, ով որ իր անձը կորցնի եւ իմը գտնի, եթե չեմ սխալվում, նա կփրկվի, փրկության կարժանանա, ով որ իմ խաչին հետևի, նա կփրկվի։ Եվ այստեղ ինքը ուղիղ կոչ չի անում ընտանիքները թողելու, կուսակրոնության գաղափարը վերցնելու, չէ՞, քննարկման չասեմ, պարզաբանման, լուսաբանման կարիք ունի։ Առաքյալները արդյոք կուսակրոն են եղել թե ոչ։ Սա ես հարցադրումը ներկայացնում եմ ոչ թե ինչ որ սենց բանավեճի բռնվելու, այլ գիտենալու համար եւ մեր հերոստատիտողին եւս իմացությունը ապահովելու համար։ Մեր առաքյալները իրենք կուսակրոն էին թե ոչ եւ այս գաղափարը, որ նոր նշեցի Հիսուս Քրիստոսի մոտավոր եմ արտաբերել, ազդել է արդյոք հետագայում կուսակրոնության գաղափարն ավելի ամրացնելու, ավելի ամրակայելու եւ հետագայում զարգացնելու ու հիմնավորելու հարցում։ Եթե այո, խնդրում եմ նշեք հիմնավորումը, եթե ոչ, բոլոր եկեղեցիներն են արդյոք կուսակրոնության գաղափարը մեր նման, մենք ունենք քահանաներ, չէ, հոգևոր ծառայողներ, ովքեր որ կուսակրոն չեն եւ կա այդ կարգը, եւ ովքեր պետք է կուսակրոնության գաղափարին անքակտելի հետևեն։ Կխնդրեմ այս հարցերին անդրադառնաք եւ եթե թույլ տաք, ես իմ շատ անարժան գաղափարը այս մասով հետագայում ասեմ, էլի։ Կամ էլ հիմա շարունակեմ։ Ես կարծում եմ, որ շատ ավելի կարևոր է, որ մեր հոգևորականները ժառանգ թողեն, ինչը կարող է ձեր մոտ ծիծաղ առաջացնի, քան այն մարդիկ, ովքեր որ իրենց հասարակական մյուս կյանքում գործունեություն իրականացնելով շատ ավելի պակաս արդյունք են տվել, քիչ արդյունք են տվել մեր երկրին, մեր պետությանը, պետականությանը, քան մյուսները։ Հոգևորականները առավել եւս բոլոր ովքեր ունեն այդ բարձր գիտակցությունը, ընկալումը, նրանց թողած ժառանգը մի փոքր ոչ հոգևոր բնույթի հարց եմ տալիս։ Ավելի բոլորն են կարևոր, արդյունավետության տեսանկյունից ավելի կարևոր չի լինի արդյոք, քան թե նրանք, ովքեր որ կոչ են անում դրանք պահել, դրանով առաջնորդվել, իմ համար մի փոքր այստեղ մտածողության խնդիր է առաջացնում։ Ես հուսով եմ կարողացա իմ մտքերը ներկայացնել։ Ես սկսեմ պատասխանել արդյոք առաքյալները կուսակրոն են եղել թե ոչ։ Ոչ բոլոր առաքյալներն են կուսակրոն եղել։ Եվ օրինակ Պետրոս առաքյալը Աստվածաշնչի մեջ, նոր կտակարանի մեջ կա, երբ որ Հիսուս Քրիստոսի բժշկություններն են նկարագրում են
թե ինչպես է Հիսուս Քրիստոս բժշկում Պետրոս Առաքյալի զոքանջին։ Դա կա Աստվածաշնչի մեջ։ Այսինքն Պետրոս Առաքյալը ունեցել է ընտանիք եւ ամուսնացած է եղել եւ մնացած առաքյալներից։ Ուրեմն կուսակրոնությունը Հիսուս Քրիստոսի կողմից այսպես պարտադրված բան չի եղել, որովհետեւ նույն նոր կտակարանի մեջ Հիսուս Քրիստոս ասում է ներքինիներ կան, որ այդպես են ծնվում, ներքինիներ կան, որ մարդկանց կողմից են այդպես դառնում եւ ներքինիներ կան, որ իրենք Աստծո արքայության համար են իրենց ներքինի դարձնում, այսինքն չեն ունենում ոչ ընտանիք, իրենց համար միայն ու միայն իրենց աղոթքն է, Աստված է ամենակարևոր։ Իսկ այդտեղ կա նախապատվելի այդքան մեջ, այդտեղ կա, չէ, ով կարող է տանել, թող տանի։ Եթե լիներ որն է ավելի կարևոր, որ ավելի կարևոր չէ, գրված կլիներ, կասվեր եւ Հիսուս Քրիստոս պատգամում է։ Իմիջայլոց պատմության ընթացքում, եկեղեցու պատմության ընթացքում այդպիսի ծայրահեղություններ էլ եղել են եւ դատապարտվել են եկեղեցու կողմից։ Նույնիսկ մտածողություն է եղել, որ ամուսնությունը մեղք է։ Քրիստոնեության պատմության մեջ եղել է այդպիսի եւ ընդհանուր եկեղեցու կողմից այդ գաղափարախոսությունը մերժվել է եւ դատապարտվել։ Այսինքն ընտանիք ունենալը դա մերժելի գաղափար չէ։ Դրա համար հայ առաքելական Սուրբ եկեղեցին ունի կուսակրոնության ինստիտուտը եւ ամուսնացյալ քահանաների ինստիտուտը եւ ամեն մի ուղղվածությունն էլ ունի իր անելիքները եւ պարտավորությունները, պարտականությունները։ Եվ այստեղ նորից երևում է քրիստոնյա աշխարհի մարդասեր բնույթը, որ թույլ է տրվում, որպեսզի մարդը ինքը ընտրի, որ ուղղությամբ է գնում։ Դրա համար ամբողջ քրիստոնյա աշխարհում գոյություն ունեն վանքեր, ունեցել են եւ ունեն, մեր հայ առաքելական եկեղեցին էլ ունի, որտեղ ապրում են վանականներ։ Եվ մարդուն ասել, որ ավելի կարևոր է, որ դու ամուսնանաս եւ ժառանգ թողնես, գիտեք, այս հարցերը ինչ որտեղ կհամաձայնեմ, ինքս ինչ որտեղ չեմ համաձայնի, բայց խոսքի իմ դիտարկման մասին է։ Այո, եւ այդ դիտարկում միայն ձերը չի։ Միայն ձերը չի, շատ ենք լսել։ Ես ձեզ անկեղծ ասեմ, այդ հարցի շուրջ շատ եմ տանջվել։ Արդյոք ավելի մեր հասարակությունը որակյալ չէր դառնա, որ մեր հոգեվորականները ժառանգ թողեն։ Իմ հարցն է սեր։ Այդ հարցը շատ ենք լսել։ Բանը շրջանակ եմ անցնում հոգեվոր, բայց չէ, շրջանակ անցնելու խնդիր չկա ըստ իս։ Տեսեք, մինչև 4-րդ դարն, մինչև Ներսես մեծ կաթողիկոսի ժամանակաշրջանը այդ խնդիրը հայ առաքելական եկեղեցին չի ունեցել։ Քրիստոսի խոսքին հետևելով, այո, եղել են վանականներ, որոնք իրենց ընտրությամբ չեն ամուսնացել եւ ապրել են վանքերում։ Բայց մինչև Ներսես մեծ կաթողիկոս այդ խնդիրը չի եղել։ Տեսեք, Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչի տղաները եղել են կաթողիկոսներ, չէ՞։ Սահակ Պարթև կաթողիկոսի թոռը եղել է Սուրբ Վարդան Մամիկոնյանը։ Այսինքն ընտանիքներ են ունեցել։ Ներսես մեծ կաթողիկոսի ժամանակաշրջանում ընդունվել է այդ կանոնը, որ եպիսկոպոսները պիտի ունենան ուսակրոնության աստիճան, ընտրություն։ Այս այնուամենայնիվ այս ամեն ինչը ընտրության խնդիր է։ Մենք որ ավարտում ենք հոգևոր հաստատությունները, մենք ենք ընտրում ընտանիք ունենանք կամ ընտանիք չունենանք։ Եվ սարկավագն էլ ձեռնադրման այո, սարկավագ ձեռնադրվում են ճեմարանի ուսումնառության 5-րդ կուրսում, 6 տարի սովորում ավարտում են եւ իրենք ընտրում են։ Կարող են արդեն ամուսնացնել որպես շարունակել։ Այո, կարող են ամուսն, ինչպես որ ես եւ իմ հոգեվոր շատ եղբայրն են, կարող են կուսակրոնությունը ընտրել եւ շարունակել իրենց ուղին։ Ուրեմն այստեղ բարձրի, ցածրի խնդիր չկա, այստեղ առաքելության մեջ կարևոր, ոչ կարևորի խնդիր չկա։ Այստեղ կա ընտրության հարց, որ մարդը ազատորեն ընտրում է եւ շարունակում է իր հոգեվոր ուղին։ Հասկանալի է։ Ինքը կարևոր հարց է, նախ այս վերջին շահարկումներից հետո եւ հետո որպես իմացաբանական տեսանկյունից, էլի։ Եվս մի հարց կուզենայի իրար հետ քննարկենք, Տեր Փարեն։
Հնարավորինս պիտի շրջանցեմ մեր հերոստատիտողին ասեմ այդ քաղաքական հարցերը, մեր քննարկման նպատակն ու էությունը շատ ավելի կարևոր է, անհամեմատ ավելի կարևոր է։ Մեր վեհափառ հայրապետը իր գործունեությամբ միշտ եղել է պետության, պետականության, վերջին տարիների ընթացքում մեր բացթողունների շտկման ջատագովներից մեկն է եղել, Աստված մեր վեհափառին հազարավոր տարիների կյանք տա։ Ես ուզում եմ հասկանալ վեհափառ հայրապետի տանունել չեմ ուզում տալ հանգստի կոչման կարգ ոնց որ իրավաքաղաքացիական հարաբերություններում կա սահմանադրություն նորմ այս պաշտոնատար անձին հանելու, այս պաշտոնատար անձին նշանակելու եւ կան համապատասխան իրավական դրույթները եկեղեցական ներքին աշխատակարգում, կանոնակարգում կա հստակ սահմանված որևէ նորմ, որևէ պայման, որ այս պարագայում կգործի դա։ Ես այսպես պատասխանեմ ձեր հարցին։ Կա հստակ սահմանված նորմ, որ ամենայն հայոց կաթողիկոսը ընտրվում եւ ոցվում է ցկյանս, մինչեւ իր կյանքի վախճանը։ Դրանով փակված է հարցը, մանավանդ որ մեր վեհափառ հայրապետը ինքը եռանդուն է, ինքը ծրագրերով լեցուն է եւ ամենակարևորը ինքը սիրում է Աստծուն, իր եկեղեցին, մեզ, բոլոր իր զավակներին։ Հստակ սա պիտի մենք իմանանք։ Իսկ ինչ վերաբերում է ես էլ անկեղծորեն չեմ ուզում մտնել այդտեղ, եկեղեցին առհասարակ միշտ եւ այսօր էլ ամենայն հայոց կաթողիկոսը կողմնակից են ուժեղ պետությանը, կողմնակից են զարգացած պետությանը, կողմնակից են աշխարհում իր խոսքն ասող պետությանը եւ դրա համար մենք բազմիցս ենք ասել, նույնիսկ կան ծիսական կարգեր, որ կոչվում է հանրապետական կարգ, որ արվում է պետության կարևորագույն տոների ժամանակ, աղոթք է արվում պետության անսասանության, պետության ամրության եւ պետության խաղաղության համար։ Հասկանալի։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ Տեր Փարեն մեր զրույցի համար։ Ինչ հարցեր ունեի տալու ձեզ տվեցի։ Շատ շնորհակալ եմ, պատասխաններից մի բան էլ ավել ստացա։ Ես հուսով եմ մենք մեր տաղավարում ձեզ շատ կհյուրընկալենք եւ ձեր կարևոր եւ դիպուկ խոսքին կլսենք բոլորս եւ դրանով կառաջնորդվենք։ Անչափ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի բոլորին։ Հարգելի հայրենակիցներ, 24 News-ի եթերում Կոմպասուս Մորալիս հաղորդաշարներ, մեր հյուրը Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն Քահանա Առաքելյանն էր։ Շնորհակալ եմ մեզ հետևելու համար, կհանդիպենք հաջորդ շաբաթ։